այսօր վիրավորեցին, ասեցին ռադ եղեք, ռադ կլինեք, ասեցին, որ դուք լացել եք համապատասխան լիստի։ Ծայրից ծայր սուտ է, չկա այդպիսի բան, ես լաց լինեմ, կներեք, 3 անգամ կյանքը երկրի համար դրած մարդը կարող է ինչ-որ մի ստից բանի համար լաց լինել, հա? Դե ասեցին թոշակն է ձեր պահում։ Քիչ առաջ ես դրա պատասխանն էլ տվեցի թոշակի վերաբերյալ։ Պարոն Ասլանյան, 2015 թվականին քայլ արեցիք եւ ներժեցիք Սերժին։ Հիմա գոհ եք ձեր քայլից։ Ես ասացի քիչ, գիտեք, մեզանից յուրաքանչյուրը իրավունք ունի սխալվելու, բայց ես ասացի, մենք բոլորս մարդ ենք, պարոն Աղազարյանի հետ մենք ներսում միշտ էլ որոշակի մեր կարծիքն ունեցել ենք, այսինքն ինչ-որ ձևով եղել ենք ներքին ներսի ընդդիմություն, ինչ-որ ձևով, քիչ թե շատ, եւ այսօրվա բոլոր հարցերը, որ առաջացել են ու մենք այսօր դրա համար պայքար ենք մղում, այն ժամանակ չէր ասում, այն ժամանակ մենք բոլորս ստիպված էինք եւ ներսում պայքարել, չէ, եւ փորձել, օրինակ մի ինչպես իրենց սխալների, դուք ես մի բան ասեմ, դուք չեք նկատում, եթե ժամանակագրությամբ անցնեք, չեք տեսնում, որ ասենք պարոն Աղազարյանին եւ ինձ հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանի գործողությունները ինչքան անվերահսկելի սկսեցին դառնալ։ Այսինքն դուք եք վերազսպում։ Ոչ թե մենք զսպում էինք, այլ մեր գոյությունը այնտեղ որոշակի զսպողական բան էր։ Ինչի՞ց, բայց հանուն արդարության խոստովանում եք, չէ՞ որ եթե պարոն Աղազարյանի հետ հեռախոսային պատմությունը չլիներ, դուք դեմ դուրս չէիք գալու Նիկոլ Փաշինյանի վարած թե ներքին, թե արտաքին քաղաքական։ Շատ կներեք, մի օր պետք է այդ փուչիկը պայթեր, հիմա դա եղավ պարոն Աղազարյանի հետ կապված, բայց հասունանում էր այդ բոլորը, եթե դուք մտածում եք, որ պարոն Ասլանը մշտապես մնալու էր այդ կատեգորիային, սխալվում եք, ամեն ինչ հասունանում է ժամանակի եւ տարածության մեջ։ Հետո պարոն Ասլանյան, տպավորություն էր, որ դա պիտի փուչիկը պայթած լիներ արդեն պատերազմից հետո, բայց դուք մնացիք ծնվածությունից։ Որովհետեւ դեռ հավատում էի։ Ինչին եք հավատում։ Լավ, Հավատում էի այն խոսքերին, որ ի վերջո ճիշտ սկզբունքներով եկել են մարդիկ, ովքեր այն խոսքերը ինչ ասում են, ինչպես ամեն մարդ դիմացինին մոտավորապես դիմացինին հիմնականում գնահատում է այնպես, ինչպեսին ինքը կա։ Ես հավատում էի, որ իրենք չեն ստում։ Երբ ձեր հավատը կլուծվեց։